Ավելացված արժեքի հարկի դաշտ տեղափոխելով փաստաբանական ծառայությունները միանշանակ կարող ենք պնդել, որ այստեղ կա անհարկի ճնշում ինչի համար, որովհետև փաստաբանական ծառայությունները դրանք այն իրավաբանական օգնությանն ուղղված արդարադատությանն աջակցող հիմնական ճյուղի ծառայություններն են, որոնք երաշխավորված են սահմանադրությամբ, ճիշտ այնպես, ինչպես մարդու կյանքին եւ առողջությանն առնչվող ծառայությունները բժշկական հաստատությունների մասով կրկին ամրագրված են սահմանադրությամբ։ Եվ երբ որ պայմանական համեմատությունը տանում ենք հենց նույն բժշկական ծառայությունների հետ, եւ այդ ծառայությունները ավելացված արժեքի հարկի դաշտում չեն, իսկ փաստաբանական ծառայությունները բերում ենք ավելացված արժեքի հարկի դաշտ, արդեն իսկ ստացվում է, որ կա ակնհայտ խտրական մոտեցում փաստաբանական ծառայությունների նկատմամբ։ Բացի այդ, փաստաբանական ծառայությունները իրենց բնույթով ընդհանրապես նման չեն ԱԱՀ դաշտում աշխատող որևէ այլ ծառայությունների կամ ապրանքաշրջանառությանը։ Մենք ապրանք չենք վաճառում, մեր ծառայությունները չեն կարող ունենալ ֆիքսված արժեքներ, որպեսզի այդ արժեքի վրա էլ ավելացված արժեքի հարկ հավելենք, այսինքն այդ բառակապակցությունը արդեն հուշում է։ Դա մի հարկատեսակ է, որը ավելանում է արժեքի վրա։ Ստացվում է, որ գործող արժեքի վրա ավելացված արժեքի հարկ ավելացնելով պետությունը արհեստական բարձրացնում, թանկացնում է փաստաբանական ծառայությունների հարկերը։ Եվ այստեղ ես չէի նշի, որ թիրախը հենց փաստաբաններն են, ոչ, թիրախը ստացվում է այն հանրույթն է, այն հանրության այն ստվար զանգվածը, որի մեջ ներառվում են թե իրավաբանական, թե անձիկ, թե քաղաքացիները, որոնք իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում են փաստաբանական ծառայություններին, այդ թվում նաև դատական պաշտպանություն իրականացնելու խնդրանքով։ Եվ երբ որ այդ ծառայությունները պետությունը արհեստական թանկացնում է, մենք տեսնում ենք արհեստական միտում, որ փորձում են այնպես անել, որ հանրությունը քիչ օգտվի այդ ծառայություններից, քիչ կարողանա վճարել եւ դրանով իսկ գրեթե փորձեն մի փոքր երևի թե նվազեցնել, չգիտեմ, փաստաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը, թե թոթափել վարչական մարմինների բեռը կամ դատարանների բեռը, եթե դա ըստ իրենց լուծում է, բայց դա առաջին հերթին խոցելի է դարձնում հանրությանը, որի համար փաստաբանական ծառայությունները անհարկի թանկանում են։ Իրենք փորձում են այնպես տարածել, որ փաստաբանական ծառայությունների բերում ենք ընդհանուր հարկման դաշտ, որովհետև փաստաբանները մեծ գումարներ են վաստակում, իրենց պետք է բարձր հարկման դաշտում հարկել։ Ընդհանրապես փոքր մանիպուլյացիա է, որին ժողովուրդը հեշտությամբ կարող է տրվել։ Նախ սկսենք այնտեղից, որ փաստաբանների եւ փաստաբանական գրասենյակների մեծ մասը բիզնես տեսանկյունից միկրոձեռնարկատերներ են։ Այսինքն իրենք մեծ շրջանառություններ որպես այդպեսին չունեն, շատ քչերը ունեն մեծ շրջանառություն։ Եվ բացի այդ, փաստաբանը ինքն է որոշում կամ փաստաբանական գրասենյակը ինքն է որոշում իր ծառայության արժեքը։ Եվ եթե շրջանառության հարկի դաշտում, որը 5% է շրջանառությունից, փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը X ծառայության համար որոշում էր պայմանական արժեք 400,000 դրամ, հաշվի առնելով, որ իր ծախսերից եւ այլնից հետո իրեն, չգիտեմ, մեկ տարվա չարչարանքից հետո, որովհետեւ միջինում 1 տարի եւ ավել են տևում նմանատիպ ծառայությունները, իրեն պայմանական կմնար մաքուր 50,000 դրամ կամ 100,000 դրամ, եթե ներկայիս իրավիճակում, երբ որ մենք անցում ենք կատարում շահութ հարկի եւ ավելացված արժեքի հարկի դաշտ եւ պայմանական 5%-անոց հարկը դառնում է շուրջ 40%, բնականաբար փաստաբանը այլևս այդ նույն հաշվարկը պետք է անի այդ հարկի հաշվառմամբ։ Հետևաբար, եթե նույն ծառայության համար նախկինում դիտարկում էր 400,000 դրամ արժեք, ապա հիմա պետք է դիտարկի 700,000 դրամ արժեք, որպեսզի արդյունքում էլի պայմանական ունենա այդ 50,000 կամ 100,000 դրամը։ Սա շատ կարևոր է, որպեսզի ժողովուրդը լավ պատկերացնի, որ փաստաբանի գրպան մեկ լումա ավել չի մտնելու այդ ծառայությունների թանկացումը։ Սա ոչ այլ ինչ է, քան պետության կողմից զուտ ուղղակի փաստաբանական ծառայությունների արժեքի արհեստական բարձրացում։ Գուցե եւ նպատակը ինչպես իրենք են նշում հարկերի ավելացման շնորհիվ կամ ժողովրդի կողմից ավել հարկեր վճարելու շնորհիվ փորձեն ավելի շատ ֆինանսական միջոցներ ապահովեն, ֆինանսական միջոցների մուտքը ապահովեն դեպի պետական բյուջե։ Այլևս ոչ մի փաստաբան կամ փաստաբանական գրասենյակ չի ցանկանա հայտնվել պետության դիտակետում անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու համար։ Դա առաջին խնդիրն է։ Մյուս խնդիրը այն է, որ երբ որ խոսում ենք ավելացված արժեքի հարկից, դա ընդհանուր հարկային ռեժիմի հետ կապ չունի։ Այսինքն, եթե մենք ունենք գերխնդիր, թեկուզ որոշակի միջազգային պայմանագրերով ստանձնած, ինչպես պետությունն է փորձում հիմնավորել, որ շատ բիզնեսների նման, շատ ծառայությունների
ծառայությունների նման փաստաբանական ծառայությունները եւս պետք է անցնեն ընդհանուր հարկման դաշտ, այդ ընդհանուր հարկման դաշտը դա շահութահարկի հարկման ռեժիմն է, որը այնտեղ 5%-ի փոխարեն շահույթից 18%-ի հարկման մասին է խոսք գնալու, այսինքն ավելացված արժեքի հարկը որպես այդպեսին մեր ծառայությունների դեպքում զուրկ է բոլոր տեսակ հիմնավորումներից, այդտեղ ուղղակի հիմնավորում չկա, այդտեղ կարելի է մեկ բառով ասել ուղղակի արհեստական մի փոքր ավել ենք թանկացնում փաստաբանական ծառայությունները, չնայած որ արդեն շահութահարկի ռեժիմում կթանկանար եւ փորձելու ենք ժողովրդի հաշվին եւ ինչու միայն ժողովրդի, նաեւ բիզնեսների հաշվին փորձել բյուջե գումարային մուտքերը ավելացնել։ Մենք հաճախ նշում ենք, որ ֆիզանձանց վրա դա բացասաբար կանրադառնա, բայց ոչ միայն ֆիզանձանց վրա։ Այսօր մենք այդ խնդիրը տեսնում ենք նաեւ վերվստահորդ կազմակերպությունների շրջանում, ովքեր դժվարանում են արդեն այդ ավելացված արժեքի հարկը վճարել, մենք տեսնում ենք այն կազմակերպությունների շրջանում, ովքեր ավելացված արժեքի հարկի դաշտում չեն աշխատում եւ ասում են մեզ համար ավելորդ բեռ է այդ ավելացված արժեքի հարկը։ Մենք դա վճարում ենք ոչ ձեզ է օգուտ, ոչ մեզ է օգուտ, ստացվում է արհեստական ձեր ծառայությունները մեզ համար եւս թանկանում են։ Մինչդեռ մոտեցումը ավելի քան խտրական է։ Ոչ միայն բժշկական ծառայությունները, այլ նաեւ գիտակրթական ծառայությունները, հա, չգիտեմ, նույն ուսումնական հաստատությունները ազատված են ավելացված արժեքի հարկից։ Իսկ այստեղ փոխարենը մեր ծառայությունների դեպքում եւս այդ նույնանման մոտեցումը ցուցաբերվեր, նշեմ նաեւ, որ օրինակ բանկերը, ֆինանսական կազմակերպությունները մեծամասամբ իրենց գործառույթների մեծ մասով ազատված են ավելացված արժեքի հարկից, այսինքն չկա ողջամտություն, որ այդ բոլոր ծառայությունների դեպքում դիտարկվել է, որ ԱՀ կոպիտ ասած ավելորդություն է, ու փաստաբանական ծառայությունների դեպքում, երբ մենք ընդհանրապես ոչ մի ապրանք չենք վաճառում, մենք ընդհանրապես ԱՀ-ով ձեռքբերումներ գրեթե չունենք, գաղտնիք չէ, որ մեր ձեռքբերումները ընդամենը գրենական պիտույքներ են հիմնականում եւ շատ քիչ դեպքերում համակարգչային տեխնիկա կամ կահույք եւ այլն քիչ, որը փոքր ծավալ է կազմում եւ այդտեղ ԱՀ-ով ձեռքբերումներ մենք գրեթե չենք ունենում փաստաբանական գրասենյակները։ Եվ այստեղ շատ էական է նաեւ այն մոլորեցումը, որ փորձում է պետությունը անել իդեմս իր ներկայացուցիչների, ինչպես հարց-պատասխանի ժամանակ նշվեց պատասխան, որ պետությունը տվյալ դեպքում անարդարացի է գտնում, որ ուսուցիչը հարկվի 20% հարկով, փաստաբանական ծառայությունը 5% հարկով։ Դա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, որովհետև ինչ անում նույն պետության ներկայացուցիչը։ Ուսուցչի անհատական աշխատավարձի հարկը, եկամտային հարկը բերում համեմատում է փաստաբանական գրասենյակի բիզնես հարկի հետ, մոռանալով, որ այդ նույն փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը իր եւ իր աշխատակիցների համար այդ 20% հարկը վճարում է, այսինքն եթե մենք գործ ունենք շրջանառության հարկի հետ, մենք միևնույն է մեր աշխատակիցների աշխատավարձերի, այդ մեր աշխատավարձերի համար այդ 20% հարկը վճարում էինք եւ պլյուս դրան մեր բիզնես հարկն էինք վճարում 5% եւ պլյուս եւս 5% դիվիդենդի հարկման մասով։ Իսկ հիմա երբ որ այդ 5%-ը փոխարինում ենք 18% շահութահարկով եւ 20% ավելացված արժեքի հարկով եւ ասում ենք դեռ մի բան էլ շահույթը բաշխելիս կունենաս եւս լրացուցիչ 5%-ի հարկ, ստացվում է, որ մենք բոլորին փորձում ենք մոլորեցնել։ Այսինքն սա ոչ այլ ինչ է, քան մոլորեցում։ Ես կուզեի այդ հարց պատասխանի ժամանակ, եթե դա է իրենց հիմնական արգումենտացիան, պատասխանեինք, որ այ մենք էլ ենք ուզում հենց այդ նույն ուսուցչի հարկից։ Այսինքն մենք էլ ենք ուզում ունենալ ուսուցչի հարկից, որովհետև ուսուցչի հարկ ասվածը տվյալ դեպքում փոխաբերական իմաստով պետք է հասկանանք ուսուցչի բիզնես հարկը, իսկ ուսուցչի բիզնես հարկը ազատված է ավելացված արժեքի հարկից, այսինքն այնտեղ գնում է շրջանառություն հարկ, շրջանառության հարկի շեմը հատելուց հետո արդեն նոր շահութահարկի ընդհանուր հարկման ռեժիմ։ Մենք ունեինք արդեն գործող օրենսդրությամբ, որ կար շրջանառության հարկ հասկացողություն, որի մեջ մտնում էին նաև փաստաբանական ծառայությունները եւ բոլոր այն բիզնեսները, որոնք օրենքով նախատեսված շեմը չէին հատում տարեկան շրջանառության մասով։ Եվ այդ շեմը հատելուց հետո նոր արդեն անցնում էին ավելացված հարկի եւ շահութահարկի հարկման ռեժիմի ներքո։ Այստեղ կդժվարանանք մեր ծառայությունների դեպքում տարանջատել, որ սկսնակներին ավելի քիչ հարկենք, վաղուց գործունեություն ծավալողներին ավելի շատ հարկենք, որովհետև փաստաբանական ծառայությունները շատ բազմաբնույթ են եւ շատ յուրօրինակ։ Կան սկսնակ փաստաբաններ եւ սկսնակ փաստաբանական գրասենյակներ, ովքեր շատ ավելի մեծ շրջանառություն ունեն, քան պայմանական 20 տարվա փորձ կամ փորձառություն ունեցող փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակ։ Փորձից ելնելով տարանջատումը կարծում ճիշտ չի։ Այստեղ եթե մենք գնում ենք նոր
հեծանիվ հորինելու սկզբունքում կա պետք է այնպես անենք, որ լինի հեշտ, պարզեցված, ընդհանրապես պարզ հարկային ինչ-որ համակարգ, պայմանական, անկախ շրջանառությունից 10%-ը վճարելու եք հարկ եւ վերջ։ Փաստաբանը կամ փաստաբանական գործունեությամբ զբաղվողը չպետք է իր գերխնդիրը լինի հարկերի մասին մտածելը։ Իր գերխնդիրը պետք է լինի իրավապաշտպան գործունեությանը նպաստելը, զարգացնելը, անձի իրավունքների պաշտպանությանը նպաստելը եւ ոչ թե մտածել, թե ոնց անեմ, որ այս դեպքում հարկերը նվազեցնեմ, այս դեպքում խնդիր չունենամ, լրացիչ հարկային բեռ վրաս չառաջանա եւ հայտնի խոսույթ կա, որ ասում են, որ փաստաբանները, իրավաբանները իրենք մաթեմատիկայից շատ թույլ են եւ դա իրականություն է։ Փաստաբանները մաթեմատիկայից շատ թույլ են եւ ԱԱՀ-ի հարվածը շուկայի վրա մենք դեռևս չենք զգում, հանրությունը եւս չի զգում։ Այո, կա որոշակի տենդենց, որ փաստաբանական ծառայությունները սկսում են թանկանալ, բայց այդ թանկացումը մենք կզգանք ոչ թե հիմա, հանրությունը կզգա ոչ թե հիմա, այլ շուրջ 1 տարի անց 2026 թվականի առաջին եռամսյակից հետո, ինչի համար, որովհետև փաստաբանական ծառայությունները, եթե անհատական գործերով դիտարկենք հիմնականում դատական պաշտպանության մասով, առնվազն 1 տարի տևում են, եւ այդ հարկային պարտավորությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ առաջանում է այդ գործերը ավարտելուց հետո։ Այսինքն ԱԱՀ-ի հետ կապված հարցը առաջանալու է մեծամասամբ 80% դեպքերում այդ 1 տարի հետո եւ երբ որ այդ 1 տարի հետո առաջանա եւ փաստաբանների շատերը տեսնեն, որ իրենք ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ են կանգնում, այդ ժամանակ արդեն սկսեն շեշտակի բարձրացնել, թանկացնել ծառայությունները, որպեսզի այն կորցրացնել հետ բերեն ու ավելի մեծ խնդրի առաջ կկանգնի այն հասարակությունը, ով ցանկանում է օգտվել փաստաբանական ծառայություններից։